Mr. Ֆոտոմոդել եւ այսպես շարունակ, բայց ինչպես միշտ նրանց կողքին է իրենց կնքահայրը, ես հենց այդպես էլ սիրում եմ ասել եւ շատ երկար կարող եմ ասել թե ով է իմ հյուրը, բայց միանգամից ասեմ, որ Miss եւ Mr. Աշխարհ կազմկոմիտեի նախագահ եւ փոքրիկների կնքահայր, որոնք միշտ մասնակցում են մրցույթների, Աշոտ Խաչատրյանն է եւ մեր կողքին են երկու գեղեցիկ խորհրդանշող հրեշտակներ։ Ուրեմն մեզ մոտ է վիցե Miss Հայաստան 2010 Սյուզան Քարդաշյանը, ազգանունի վրա ուշադրություն դարձրեք, եւ Mr. Հայաստան 2010 Արսեն Ադամյանը։ Իդեպ տեղեկացնեմ, նրանք զույգը երկուսով են մասնակցել միանգամից, որ համարի տակ 44 եւ արժանացել են լավագույն զույգ առաջնահերթ տիտղոսի, հետո արդեն թե ընթացքում նրանք ինչ մրցույթների, մրցանակների են արժանացել, դա մենք ընթացքում կիմանանք, նախ բարի օր ձեզ։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ շաբաթվա մի օրը տրամադրում եք ինձ Աշոտ, ես ոնց հասկացա։ Ես խնդրում եմ հեռուստադիտողներին ուշադիր լինել երեխաների պահվածքի, կազմվածքի, ժպիտի, այսինքն ամեն մի ձևը արդեն աշխատած ես հասկացա այն ժամանակվանից, երբ որ նրանք արդեն այն աշճան դաստիարակություն են ստացել, որ կարողացան նաև ճիշտ մատուցում են, թե նրանք որ տիտղոսին են արժանացել, միջև այդ որ տիտղոսն են ունեցել, այսինքն շատ լրջորեն պատասխանատու քայլեր են կատարում արդեն իրենց կյանքում։ Նախ սկսենք սկզբից։ Երկու երեխաներ, որոնք մասնակցել են վերջերս Miss Հայաստան մրցույթին, հա Աշճան։ Մինչ այդ նրանք մասնակցել էին Miss եւ Mr. Շինգավիթ մրցույթ փառատոնում, այս երկու զույգերը հաղթել էին, դարձել էին Mr. Շինգավիթ եւ Miss Շինգավիթ եւ հրավիրվել էին շրջանցելով Miss եւ Mr. Երևան փուլը, քանի որ հաղթող երեխաները դուրս են գալի հանրապետական փուլ։ Միանգամից Miss Հայաստան։ Այո, Miss եւ Mr. Հայաստան 2010 եւ երկուսն էլ փալյուն ելույթ ունեցան։ Վկան խոսուն է արդեն։ Մենք ունենք Mr. Հայաստան։ Մենք ունենք նաև փաստ, պարոն Խաչատրյան, որ ընդամենը մի քանի րոպեից կներկայացնենք կադրեր, դուք կտեսնեք, թե նրանք ինչ փայլուն ձևով բեմարտակի վրա իրենց բեմելն են ներկայացնում եւ նրանց ժպիտը, այնպես որ յուրաքանչյուրն էլ ունի իր տեղը բեմի վրա։ Եթե կարելի շփվեմ նրանց հետ, հետո մենք ունենք հարցեր, որոնք արդեն մասնագիտորեն պետք լինի, պարոն Խաչատրյան։ Սկսենք աղջինակից, Արսենը ջենտլմենը բնական է ինձ թույլ կտա։ Սյուզի ջան, երբ որ ես քեզ բեմահարթակի վրա տեսա, դու շատ վստահ չէր նայում, թե որտեղ պետք է գնաս կենտրոն, հա, դու քո համար կարողանում ես շրջացել մարմինը ցույց տալ, քայլերը ցույց տալ, ժպիտով։ Ինձ մի հարց է հետաքրքրում, դու տանը հայլու առաջ աշխատում ես քեզ վրա։ Այո, աշխատում եմ։ Ինչ ես անում օրինակ։ Ես քանի որ ինձ սովորեցրել էր իմ սիրելի պարուսույց Տիկին Թերեզան, ես նրա օգնությամբ